Պետք է սովորել ինչ է նշանակում խաղաղ ապրել, Փաշինյանը ապաշրջափակման մասին։ Ալիևը բացում է իրական դեմքը, Վաշինգտոնյան պայմանավորվածությունը չի գործում։ Թեհրանում հարցեր ունեն, որ պատասխան չունեն, Իրանն ու Միացյալ Նահանգները Հայաստանում սահման կունենան։ Սև ամպեր հայ-թուրքական սահմանին, ինչ է սպասում հայ արտադրողին։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա, հարց իշխանական падգամավորին։ Մի լուրի կարոտ, անհետ կորածների ծնողները պաշտպանության նախարարության դիմաց։ Դատարանը պահանջում է 2 տարի 6 ամիս, պաշտպանը Սրբազանի անմեղության մասին։ Հոգևոր սննդի պակասը հասարակության խնդիրների պատճառ, Կարապետյանի նամակը մեկուսարանից։ Գրիպը գլուխ է բարձրացնում, անվճար պատվաստանյութ կա։ Ողբերգական դեպք Կոտայքում, կռունկավարը մահացել է։ Բարի երեկո արգել հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի լիագումար նիստում, իսկ մինչև այդ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել խորհրդարանի վեհաժողովի նախագահի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ։ Հայ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին մի շարք խնդիրների։ Նա խաղաղություն համեմատել է նոր ծնված երեխայի հետ, որը դեռ 21 օրական է, պետք է մեծանա ու կայանա։ Վարչապետի խոսքով շատերը ուզում են ապացուցել, թե սա խաղաղություն չէ, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է կապացուցեն հակառակը։ Լրագրողների դիտարկմանը, որ ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևը մեղադրում է Հայաստանին, մեծ բռունցք է ցույց տալիս եւ խաղաղության մասին միակողմանի խոսելիս արդյոք ցանկալին իրականության տեղ չեք ներկայացնում, Փաշինյանը պատասխանել է ինքը միակողմանի չի խոսում։ Ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված։ Եվ բացի այդ, այնպես չի, որ ես եմ խոսում միայն խաղաղության մասին, Ադրբեջանն էլ ըստ էության խաղաղության մասով այդտեղ տարընթերցում եւ տարբերություն մեկնաբանությունների մեջ չկա եւ որոշակի տարընթերցում կա հարակից թեմաների հետ կապված խաղաղությունը, որ ասում են այն ժամանակ խաղաղություն չի եղել։ Հայաստանի անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել։ Չեմ ուզում ասեմ ոչ մի օր, որովհետև ոչ մի օր էլ չի եղել խաղաղություն։ Հայաստանը խաղաղություն չի տեսել, Երրորդ հանրապետությունը խաղաղություն չի տեսել ընդհանրապես։ Փաշինյանը վստահություն է հայտնել, թե պայմանավորված խաղաղության քաղաքականությամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կվստահի ներկայիս քաղաքական ուժին։ Ես մեծ համոզմունք ունեմ, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վաշինգտոնյան եռակողմ համաձայնությունը մեկ ամիս էլ չպահեց Բաքվի բռնապետը, Ալիևը կրկին ատամ է ցույց տալիս բացում իրական դեմքը։ Փաշինյանը չի հասկանում առիթը, միթե խաղաղության բերկրանքը հաճելի չէ։ ՄԱԿ-ի ամբիոնից նա հեռակա հարց ուղղեց միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Ալիևի անթույլատրելի խոսույթին։ Զանգեզուրի միջանցք ասել է տարածքային պահանջ է Հայաստանից, չնայած որ Վաշինգտոնում են ձեռք-ձեռքի տվել, որ ոչ ոք մյուսից տարածքային պահանջ չունի եւ չի ունենա ապագայում։ Հայաստանի հետ խաղաղություն բանակցող Ալիև ամուսինները հպարտությամբ ակնտրում եւ ունկնդրում են, թե ինչ հակահայկական բեմականացում է տեղի ունենում Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ։ Բեմում Ալիևի երկաթե սպառնացող բռունցքն է հայաստանյան իշխանություններին, հայ ժողովրդին, իսկ մյուս կողմից բեմում աջ ու ձախ վազվզող ադրբեջանցիները իրենց առաջնորդին հիշեցնում են 44-օրյա պատերազմում ռազմական ագրեսիայի, Արցախահայությանը, խաղաղ բնակչությանը թիրակոծելով Արցախն օկուպացնելու հայաթափելու մասին։ Ահա այսպիսին է Ալիևի պատկերացրած խաղաղությունը, որ նա հրամցնում է նաև ամբողջ աշխարհին։ Սանձ արձակությունը հասել է այնտեղ, որ Բաքվի բռնապետը աշխարհի բարձր ամբիոններից է հոխորտանք թափելով գլուխ գովում։ 2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր։ Գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո։ Ճիշտն ասած չեմ հասկանում,
որն է ահռելի պոզիտիվ բովանդակության արկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Փաշինյանը Ալիևի մեկ այլ հաճախակի հնչող ձևակերպմանն է անդրադառնում։ Ըստ նրա Վաշինգտոնի հռչակագրից հետո Ալիևը մի քանի անգամ նաև ՄԱԿ ամբիոնից օգտագործել է Զանգեզուրի Միջանցք արտահայտությունը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների։ Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի։ Նույն բառամթերքը Ալիևը կիրառեց նաև սեպտեմբերի սկզբին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ընթացքում նա դեմ առ դեմ հանդիպում ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո բազմակի պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ այդ ամեն ինչը ներկայացվել է նշված տրամաբանության մեջ եւ իրանք էլ գիտեն, որ ստանձնել են պարտավորություն միջանց տրամադրել։ Քաղաքագետները հանրությանը եւս մեկ անգամ հիշեցնում են, որ Վաշինգտոնյան փաստաթղթերը իրավական եւ ոչ մի ուժ չունեն։ Այդ փաստաթղթերը վերաբերում են խաղաղության պայմանագրի կնքման նախապայմանների կատարմանը։ Զանգեզուրի միջանցքի ծրագրի մասին խոսելիս ինքն ընդհանրապես մեզ որևէ անդրադարձ չի կատարում։ Մենք ընդհանրապես այնտեղ գործիք ենք։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպման Վաշինգտոնյան հռչակագրի այսպես կոչված քավոր դարձած Թրամփին կարծես թե չի հետաքրքրում, թե ինչ եղավ կամ կլինի դրանից հետո։ Եվ ընդհանրապես ԱՄՆ արտաքին օրակարգում այդ խնդիրն ըստ քաղաքագետի երրորդական է։ Դուք հանդիպել եք Ադրբեջանի նախագահի Ալիևի ու Փաշինյանի հետ։ Ում հետ։ You met with Aliyev and Pashinyan. Ալիևի ու Փաշինյանի հետ։ Ինչ կարող եք ասել ստեղծված իրավիճակի մասին։ Can you follow up on what you want to say about current Ոչինչ չեմ կարող ասել։ Ադրբեջանն այս ընթացքում զինվում է, մեծացնում իր ռազմական բյուջեն։ Խաղաղության ֆոնին Ալիևն ըստ մասնագետների ամեն ինչ անելու է, որ տարածաշրջանում յուրաքանչյուր խնդիր լուծում ստանա ռազմական ճանապարհով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի զինվելու ֆոնին Իրանն էլ է զինվում։ Համբերությամբ Թեհրանում դեռ հարցեր ունեն, որ պատասխան չունեն։ Իրանի հյուսիսով Սյունիքով անցնող ճանապարհը ինչպես է օգտագործելու հայ-ամերիկյան կազմակերպությունը։ Ստացվում է Միացյալ Նահանգներն ու Իրանը ոչ ուղղակի սահման են ունենում։ Մյուս կողմից սակայն Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանն է ընդգծում, ռիսկ կլինի այն դեպքում, երբ ծրագիրը կիսատ մնա, այսինքն ճանապարհի մի հատվածը բացվի, մյուսը չբացվի։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել։ Օգոստոսի 8-ի գագաթնաժողովից հետո Իսլամական Հանրապետության նախագահ Փեզեշքյանի հայտարարության այս հատվածը միայն թնդաց, ասել է, թե լսեցին ու մեջբերեցին հայկական հասարակական քննարկումներում, թեպետ իրանական մեհր գործակալության հաղորդմամբ այդ մեկնաբանությունից հետո երկրի առաջնորդը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման ուղու հետ կապված բայց ուներ։ Մեջբերում, բայց մտահոգիչն այն է, որ ճանապարհը կառուցել են հայ-ամերիկյան ընկերությունները, մեջբերման վերջը։ Ու այսօր էլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության Ամերիկայի կուլմինացիայից գրեթե 2 ամիս անց չեն փարատվում մեր հարավային հարևանի մտահոգությունները, ընդ որում այն դեպքում, երբ նույն այս ընթացքում բազմաթիվ շփումներ են ունեցել մեր երկրի ու Իրանի պաշտոնյաները, ընդհուպ ամենաբարձր մակարդակով։ Ճանապարհին ինչ լիազորություններ է ունենալու այդ մասնավորը, դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող դեսպան Սոփհանիի հարցն է։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավվելու է ներդրումներ։ Այս մասին մանրամասները հստակ չեն։ Վաշինգտոնյան փաստաթղթերով Հայաստանն ու Ադրբեջանը ապաշրջափակելու են իրենց ճանապարհները 5 սկզբունքով՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն եւ փոխադարձություն։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հենց այս սկզբունքներին հղում անելով էր հայտարարություն արել։ Թեպետ օրինակ Հայաստանում շարունակում են
քննարկել։ Ինչու սևով սպիտակի վրա Ադրբեջանի դեպքում գրեցին անխոչնդոտ ճանապարհ, Հայաստանի համար փոխադարձ առավելություններով ձևակերպումն առանձնացրին։ Իրանցի դիվանագետի շեշտն է, եթե օրինակ Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի եւ Ջուլֆայի միջով պետք է կարողանա կապվել Իրանի հետ։ Ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը ոչ, քանի որ ծրագրի անունը խաղաղության խաչմերուկ է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն։ Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել եւ այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի։ Ինչ է ասում Իրանն ըստ էության, մասնագետի պնդումն է, անորոշ իրավիճակ է։ Ամերիկան Իրանին հարևան կդառնա, թե եւ ավելի այսպես պահպանողականներ այդ մտավախություններ ունեն, բայց հիմնականում այն, որ կարող է հայ-իրանական սահմանը այսպիսով վերանա։ Իրանը այլևս չի կարող Պարսից ծոցով հասնի Սերծով Հայաստանի տարածք։ Մինչև կպարզվեն ջրերը, նկատենք նաև, որ ամբողջ այս ընթացքում Բաքվի լեզվից չէր իջնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Ալիևը Թեհրանի համբերությունն է չափում, թե այլ խաղ խաղում, ինչ է մոգոնել նա, Իրանի թշնամի Իսրայելի դաշնակիցը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մեր քաղաքացիները պետք է չմտահոգվեն Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման դեպքում տնտեսական ռիսկերով։ Այսօր խորհրդանում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ֆերմերները մտավախություններ ունեն, որ սահմանների բացման դեպքում երկիրը լցվելու մատչելի թուրքական գյուղմթերք, որը խեղդելու է տեղական արտադրողին։ Դուք ունեք հաշվարկ, թե ինչ վնասներ է կրելու գյուղատնտեսությունը սահմանները բացվելուց հետո։ Ասում եք հաշվարկ չկա։ Դե ես խորհուրդ եմ տալիս հետևել իմ գիտական գործունեության, իմ հոդվածները հերթով կարդաք եւ կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենաք։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա, հարց իշխանական падգամավորին։ Մի լուրի կարոտ անհետ կորածների ծնողները պաշտպանության նախարարության դիմաց։ Դատարանը պահանջում է 2 տարի 6 ամիս պաշտպանը Սրբազանի անմեղության մասին։ Հոգևոր սննդի պակասը հասարակության խնդիրների պատճառ։ Կարապետյանի նամակը մեկուսարանից։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց քննարկել կամ քննարկում է իշխանությունը, հարցը լրագրողներն այսօր ուղղել են խորհրդանական մեծամասնությանը, ազգային ժողովի տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը հորդորել է ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման չգեներացնել։ Գոհունակություն հայտնելով ԵԱՏՄ-ի հետ գործակցությունից նա հիշեցրել է նաեւ, որ Եվրամիության հետ համագործակցությունը օրենքով է հաստատվել։ Մենք ունենք փաստ, որ ձեր նշած օրենքը ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարարություններ, եւ ունենք փաստ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Ես խնդրում եմ, այս դիտանկյունով դուք դիտարկեք հարցը։ Պետք է անել հնարավորը պետություն եկեղեցի հարաբերությունները կարգավորելու համար ուղերձը բարերար Սամվել Կարապետյանինն է մեկուսարանից։ Բարերարը կարծում է հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրների պատճառը նաև այն է, որ հոգևոր սննդի պակաս կա մեր երկրում։ Պետություն եկեղեցի հարաբերություններին է դարձյալ անդրադարձել ազգային բարերար Սամվել Կարապետյանը անվտանգության ծառայության մեկուսարանից հղած հերթական ուղերձում։ Նա տեղեկացրել է, որ մեր ձևով շարժման կազմում գործում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբ։ Անդրադառնալով այդ խմբի առջև դրված խնդիրներին, Կարապետյանն ասել է, թե հաջողության հույս ունենալու համար պետք է անել հնարավորը պետություն եկեղեցի հարաբերությունները կարգավորելու համար։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։ Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժումը եւս անելիք ունի։ Մեր հասարակության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ, որոնք սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի բարոյական կերպարն ու առողջությունը, առաջացել են հենց իրական հոգևոր սննդի պակասից, շարունակում է խոսքը ազգային բարերարը։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը, ըստ Կարապետյանի, հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում եւ չի էլ կարող բերել։
Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի որ մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։ Անելու ենք մեր ձևով ուղերձն այս հայտնի ձևակերպումով է եզրափակել Կարապետյանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ 2020-ի 44-օրյա պատերազմից 5 տարի անց հարյուրավոր ծնողներ որդիներից լուր չունեն, սպասում են անգամ ամենավատին, բայց դա էլ ոչ հաստատում, ոչ էլ հերքում են։ Պաշտոնական տվյալով մոտ 200 անհետ կորած ունեն, եթե չհաշվենք 2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ի պատերազմական գործողությունների ու բենզինի պայթյունի հետևանքով անհետ կորածների ճակատագիրը։ Այսօր ծնողները նորից պաշտպանական գերատեսչություն են եկել, հանդիպում պահանջել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի հետ։ Պաշտպանության նախարարության մուտքի մոտ քաշքշուկի մի կողմում անհետ կորած զինծառայողների ծնողներն են, մյուս կողմում իրավապահները, որոնք կանխում են ծնողների մուտքը նախարարության տարածք։ Նախորդ օրերին ծնողները մի քանի ակցիաներ էին կազմակերպել, որոնց նպատակն իրենց անհետ կորած որդիների խնդրին պատասխանատուների ուշադրությունը հրավիրելն էր։ Այս անգամ մարդիկ փակել են պաշտպանության նախարարության մուտքը, գլխավոր շտաբի պետի հետ հանդիպում պահանջելով։ Իրանց տված այդ անհանգստությունը, անհարմարությունը դա մենք հենց այնպես չենք անում։ Պրոստը մեր հավեսի համար։ Այդ երեխեքի ճակատագրով վերջես երկիրը պետք է զբաղվի, թե չէ։ Ոնց նայում ենք զբաղվող չկա։ Տարբեր չինովնիկներ եւ կազմակերպություններ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների տարբեր թվեր են հրապարակում։ Հիմնականում շրջանառվում է 200-ից ավելի թիվը։ Այստեղ ընդգրկված չեն 2023-ին Արցախ-ադրբեջանական մեկօրյա պատերազմի եւ Վառելիքի պահեստարանի պայթյունի հետևանքով անհետ կորածները։ Մենք ակնհայտ փաստեր ունենք, երբ որ վստահ ենք, որ մարդիկ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը մերժում էր, ասում էր, որ տեղեկություն չի կարող տրամադրել այդ անձանց վերաբերյալ։ Այսինքն հնարավոր չէ ասել, որ տվյալ անձինք գերության մեջ են։ Մյուս կողմից չի կարելի նաև հիմնավորել, որ նրանք զոհված են։ Հենց այս անորոշ վիճակն է վերջինների հարազատներին արդեն մի քանի տարի բարի բուն իմաստով հոգեպես քամում։ Մյուսները շարունակում են լինել բռնի անհետացածի կարգավիճակով, այսինքն դա այն իրավիճակն է, երբ որ մենք հստակ տվյալ ունենք, որ անձինք իրանց տիրապետության ներքո են գտնվել, բայց Ադրբեջանը շարունակում է շղթել այդ փաստը։ Կան նաև նրանք, որոնց մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկա, այսինքն մարտի դաշտ տեղափոխվելուց հետո նրանց մասին ոչինչ հայտնի չէ։ Հարազատները նախորդ տարիներին անընդմեջ կապի մեջ են եղել հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք պարբերաբար տեղեկացրել են, թե ինչ փուլում է անհետ կորածների ճակատագիրը պարզելու process-ը։ Հիմա այդ կապն այլևս չկա։ Առաջ սա այդ գործառույթների գոնե 60%-ը, 50%-ը արվում էր։ Այսինքն ես ոչ մեկին ոչ գովում եմ, Աբազյանի վախտով։ Ես ոչ մեկին ոչ գովում, ոչ Աբազյանի մորոխպորտ տղեն է, հենցա որ ուղղակի եթե համեմատում ենք, չէ, Աբազյանը հանդիպում էր հետս հետ ծնողների հետ։ Որևէ առարկայական քայլ չեն տեսնում խնդրահարույց հատվածներում որոնողական աշխատանքներ սկսելու կամ ընդլայնված օրինակ հարցումներ անելու ադրբեջանական զինվորներին, զինված ուժերին, թե որտեղ օրինակ ունեն եղբայրական գերեզմաններ։ Առանձին դեպքերում իդեպ ծնողները կարելի է ասել սեփական հետաքննությունն են կատարել եւ պարզել շատ ավելին, քան կարող էր անել այդ պահին մի ամբողջ պետական համակարգ։ Ընդհուպ ծնողները նույնականացրել էին այն ադրբեջանցի զինվորին, ով վիդեոյով երևում է, որ գերեվարում է հայ զինծառայողի։ Նույնիսկ մեր այդ հարցերը, թե արդյոք Ադրբեջանը գոնե փորձել է այդ մարդուն կանչել հարցաքննության, ասել լավ է, զինվորին ինչ է արել, մնում են անպատասխան։ Իրավապաշտպանները դեռ տարիներ առաջ էին նշում, որ անհետ կորածների խնդիրն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի եւ դրված է սեղանին որպես բանակցությունների առարկա։ Նրանք վրդովված են Հայաստանի այսքան զիջումների ֆոնին, այս խնդիրն առ այսօր չի լուծվել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին կարող է սպառնալ մինչև 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մեկնարկած լրացուցիչ դատական լսումների ժամանակ միջնորդություն է ներկայացրել մեղադրող կողմը։ Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանի պնդմամբ Սրբազանն անմեղ է։ Այս գործով վերջնական դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։ Միջնորդում է
Նվադյալ Գևորգ Միքայել Արփաշեսի հաշվարկային նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ դեպքերի ժամանակահատվածը։ Իհարկե դատարանը արդեն մեղադրական վերդիկտ է կայացրել եւ այս տեսակետից իր որոշումը հայտնել է, որը մեզ համար սկզբանե պարզ էր եւ մեզ համար պարզ է նաեւ, որ մեղադրողը ազատազրկում է պահանջելու 2 տարի 6 ամիս, դատարանն հետո երևի 2 տարի կնշանակի այսպես հոգատարություն ցույց տալով կամ դատախազի ասածը կհաստատի, դա կանխատեսելի է։ Դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի մտածեք։ Հեռախոսով դպրոց գնալ էլ չի կարելի, սահմանափակումը նախ կտարածվի առաջինից 6-րդ դասարանցիների համար, հետո կվերլուծեն արդյունքները, կորոշեն։ Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է, ծնողները կողմ են, փորձագետները դեմ չեն, միայն թե պետք է հստակ դնել պայմանները։ Եթե դասագրքերի մեծ մասը QR կոդերով է, ապա ինչպես ենք մի կողմից արգելում բջջայինը, մյուս կողմից ասում QR-ով պետք է բացել դասի նյութը։ Դպրոցականներ առանց հեռախոսների։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօր գործակարգավարականում հայտարարել է Երևանի քաղաքապետ Ավինյանը, հավելելով, որ այս գաղափարը ստացել է ծնողների աջակցությունը։ Քաղաքային իշխանություններն առաջարկում են 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաեւ առաջադիմության որակը։ Առաջարկում եմ ամեն դեպքում ուղարկել կարծիքի առաջին հերթին, միակ ստանալ կարծիքները, ամփոփել կարծիքները եւ արդեն վերջնական լուծումները առաջարկել բոլորին։ Ես վստահ եմ, որ իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կնդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Կրթության ոլորտի փորձագետները ընդհանուր առմամբ դրական են արձագանքել նախաձեռնությանը։ Նրանց համոզմամբ ժամանակակից գadgetների չարաշահումը դասապրոցեսի ընթացքում եւ ընդհանրապես դպրոցական միջավայրում բացասաբար է ազդում երեխաների ուշադրության, գիտելիքների յուրացման եւ սոցիալական փոխհարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտը ընդհանրապես կարգավորված չի, անչափահասները օրինակ հեռախոս ունենալու իրավունք ունեն, թե չունեն։ Դա շատ մեծ խնդիր է։ Ներքին կարգապահական կանոններ կարող են դպրոցները ընդունել։ Ամեն դպրոց ազատ է, օրենսդրական նորմերը թույլ է տալիս։ Հեռախոսով հաճախ են հանրակրթական ուսումնական ասացում, թե ոչ։ Բայց հեռախոսները, որ պրոցեսի ընթացքում երեխաներից մեծ էներգիա են տանում, դա հաստ է։ Այս ամենի բացասական կողմն էլ կա, նկատում են մասնագետները։ Շեշտում կրթական գերատեսչությունը պետք է վերանայի QR կոդերով դասագիրք գրելու իր քաղաքականությունը։ Նոր չափորոշիչներով կազմված ու տպագրված դասագրքերի զգալի մասը լցված է QR կոդերով, որոնք ուղղորդում են աշակերտին ստանալ հավելյալ ուսումնական նյութեր, տեղեկություններ, ինչն էլ հավելյալ կախվածություն է առաջացնում սմարթֆոնից։ Պետք է նաև սահմանափակել առհասարակ այդ սարքավորումների մուտքը փոքրիկների աշխարհ, այսինքն օրինակ վերանայել QR կոդերով դասագիրք գրելու գաղափարը։ Դա պետք է համալիր մոտեցում լինի, չպիտի լինի այնպես, որ ծնողը հարկադրված լինի փոքր երեխային տալ iPhone կամ սմարթֆոն, նույնիսկ եթե համարում է, որ իր երեխայի համար դա վնաս է։ Ես չեմ տեսնում ողբերգություն նրանում, որ ինչ-որ վերանայումներ կարող են նաև լինել։ Այս ծրագրով առաջինից 6-րդ դասարանի սովորողներին առհասարակ թույլ չեն տա դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված իր հետ հեռախոս կտանի դպրոց, այն դասերի սկզբում կհանձնի դասղեկին եւ վերցնել կկարողանա միայն դասերի ավարտից հետո։ Մեծահասակների դեպքում արդեն առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Շատ կարևոր է, որ հեռախոսների կիրառությունը երեխաների մոտ ուղղակի արգելվի։ Եվ ֆիզիկական առողջության տեսակետից, այսինքն երեխաները չեն փչացնում իրենց տեսողությունը, ողնաշարի տրվածքներ չեն ունենում, գլխացավեր չեն ունենում, անքնություններ չեն ունենում դրա հետևանքով։ Եվ իհարկե հոգեբանական կախվածություն, պատկերացնում եք ինչքան վնասարար է դրա հետևանքը։ Երեխան ոչ թե իր առաջատար պահանջներն է բավարարում, այլ ուղղակի կախվածության գործոնով անիմաստ ժամանակ է վատնում։ Իսկ կվերանայի արդյոք կրթական գերատեսչությունը դասագրքերի ստեղծման մեթոդաբանությունը, QR-ի ներմուծման արդյունավետությունը ժամանակը ցույց կտա։ Սակայն մի բան հստակ է, ոլորտի մասնագետների միաբերան համաձայնությունը հուշում է, որ հեռախոսների դուրսբերումը դասապրոցեսից ավելի քան անհրաժեշտություն է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։
Գրիպը գլուխ է բարձրացնում, անվճար պատվաստանյութ կա, ողբերգական դեպք Կոտայքում կռունկավարը մահացել է։ Մետեո աշխարհ ինչ սպասել սեպտեմբերի 30-ին, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Jardins de Armenian մեծ շուկով մուտք է գործում եվրոպական շուկա, Royal Brand-ի հայկական արտադրանքը պատրաստում են լավագույն հայ վարպետները Հայաստանի 3 տարբեր մարզերում աճող ոսկեհատ խաղողից։ Նրանք միավորել են ժամանակի ընթացքում փորձված բրենդի պատրաստման ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։ Սա աշխարհին ներկանալու եւս մեկ առիթ է, երբ փոքր տարայում ամփոփված է Հայաստանի հողի ուժն ու բերքի համը, հայ վարպետի արհեստավարժությունն ու դարավոր ավանդույթները։ Հայկական բիզնեսը հայ մշակույթը տարածելու եւ միջազգային կապերը զարգացնելու մեծ ներուժ ունի։ Ժաղդան Դաղմենի Royal Brand-ի մուտքը համաշխարհային շուկան նշանավորվեց Մոնակոյում հանդիսավոր շնորհանդեսով, որը բացառիկ իրադարձություն էր տեղի մշակութային եւ տնտեսական կյանքում։ Շնորհանդեսն իրենց ներկայությամբ հարգել էին Մոնակոյի իշխան Ալբերտ II եւ ազգային խորհրդի նախագահ Թոմաս Բրեցոն։ Պատվավոր հյուրերը շնորհանդեսին ծանոթացան հայ նկարիչների ու քանդակագործների աշխատանքներին, հայկական երաժշտություն ու պարեր վայելեցին եւ առաջիններից Եվրոպայում համտեսեցին հայկական ոսկեհատ խաղողից պատրաստված Ժաղդան Դաղմենի Royal Brand-ին։ Ժաղդին Դաղմենին ներկայացնում ենք Մոնակոյում, որպես աշխարհի լյուքսի էպիկենտրոն։ Կենացեմ առաջարկում ժամանակի համար, ճիշտ դրսևորված համբերության ու ձգտումների, վստահության համար, պահված խոստումների եւ ընդհանուր ստանդարտների, գերազանցության համար, որը ծառայում է մեծ նպատակներին, Արարատ լեռից մինչև Ռիվիերա։ Մոնակոյի կենացը Հայաստանի ու բոլորիս ապագային։ Կեցե Հայաստանը, կեցե Մոնակոն։ Հայկական կողմից միջոցառմանը ներկա են Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Խաչատրյանն ու Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Այս երեկոն մեզ թույլ է տալիս համտեսել Հայաստանը իր բոլոր զգացողություններով, իր երաժշտությամբ, բարերով, համերով եւ առատաձեռն սրտով։ Գելղի Անջելինայի եւ Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ երեկոն հարստացրել էին 14 հայ հեղինակների գեղանկարներն ու քանդակները, որոնցից մեկն էլ որպես նվեր Պողոսյան Luxury Brand House-ի սեփականատեր Արմեն Պողոսյանը նվիրեց Ալբերտ II-ին։ Ժաղդան Դաղմենի Royal Brand-ի համտեսը հյուրերի համար վարեց Բրունո Սկավոն, Մոնտե Կարլոյի ամենափորձառու սոմելիեներից մեկը։ Ժաղդան Դաղմենին փորձերն ինձ համար իրական անակնկալ էր։ Ես զարմացած էի այս բրենդի էլեգանտությամբ ու գեղեցկությամբ, օրիգինալ բույրով եւ նմանը չունեցող իր համով այն միանշանակ նոր էջ է բացում նմանատիպ խմիչքների դասում։ Շոկոլադի փոքրինչ դարչինի, վանիլի շատ նուրբ համերը յուրահատուկ ընդգծվում են այս բրենդիում։ Ժաղդան Դաղմենի Royal Brand-ին նոր կատեգորիա է լյուքս դասի խմիչքների շարքում։ Այն արտադրվում է 35-ից 50 տարվա հնեցման հումքից։ Ժաղդան Դաղմենի Royal Brand-ին Հայաստանի իսկական ոգին է հնագույն մշակույթի եւ կոնյակագործության դարավոր ավանդույթների խառնուրդը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Առողջապահական թեմաներ, ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ ավելացել են սուր շնչառական վարակները, պոլիկլինիկաներում արդեն երրորդ շաբաթն է, ասեղ գցելու տեղ չկա։ Վիրուսը հատկապես տարածված է մանկահասակ երեխաների շրջանում։ Առողջապահության ոլորտի մասնագետները ծնողներին հորդորում են հազով քթից հոսելով երեխաներին դպրոց մանկապարտեզ չուղարկել, փոխարենը դիմակ կրել, ժամանակին բժշկի դիմել ու պատվաստվել։ Հազ, բարձր ջերմություն, կոկորդի ցավ, թուլություն, արտադրություն քթից, սուր շնչառական ախտանշանների վարակներն են ավելացել են շտապօգնությունների կանչերն ու դիմելիությունը պոլիկլինիկաներ։ Արդեն 3 շաբաթ է ամբողջ երկրում մեկնարկել է գրիպի դեմ անվճար պատվաստումը։ Այն հասանելի է Հայաստանի բոլոր առաջնային պահպանման օղակներում, առաջնահերթությունը խոցելի խմբերի ներկայացուցիչներինն է։ Ռիսկի խմբում են 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, արդեն հիվանդություն ունեցող անձինք, հղիները, 65 տարեկանից բարձր անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, զորակոչի ենթակաները, նաև բուժաշխատողներն ու օտարերկրացիները։ Բաշխված պատվաստանյութերի մոտ 20%-ը արդեն ծախսվել է։ Քառավալենտ պատվաստանյութ է նախատեսված 2025-26 թվականների համար։ Պատվաստումների շնորհիվ ըստ մասնագետի խուսափում են գրիպի հետևանքով առաջացած բարդություններից, ծանր դեպքերից, անգամ մահից։ Բնականաբար պատվաստումային դիմակայունությունը կամ անհանգստությունը կա հասարակության շրջանում, բայց գրիպի դեմ
գրիպի դեմ պատվաստման նկատմամբ համեմատաբար ավելի ցածր է եւ նման խոչընդոտների հատկապես չենք բախվում։ Սիմպտոմները կարող են լինել բազմաթիվ, առաջինը դա թոքաբորբերի առաջացումն է, որոնք առավել ծանր են ընթանում հետ իմունային անբավարարություն ունեցող, թուլացած իմունիտետ ունեցող, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։ Կարող են դրսևորվել տարբեր կլինիկական երևույթներով, ախտահարվել տարբեր օրգան համակարգեր, նյարդային համակարգ, սիրտանոթային համակարգ, շնչառական համակարգ եւ դրա արդյունքում դիտվել նաեւ այլ օրգան համակարգերի ներգրավում վարակիչ process-ի մեջ։ Այժմ շրջանառվում են ռինովիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչները։ Նպաստավոր պայմաններ են նաև կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածման համար։ Պետք է խրախուսեին, որ ավելի լայն հատված ընդգրկվեր, բացի ռիսկի խմբում գտնվողներից, քանի որ որքան մեր շրջապատում քիչ լինեն հիվանդ մարդիկ, այնքան տարածվածությունը կպակասի, ասում է առողջապահության ոլորտի փորձագետն ու հավելում, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ օտարերկրացիներն էլ են պատվաստվում անվճար, քանի որ համարում է սոցիալական անարդարության դրսևորում, պնդում է փոխարենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող էին պատվաստել։ Ինչ եք սպասում, որ մեր թվերով հիվանդացած մարդիկ արձանագրվեն, որից հետո դուք սկսեք ինչ-որ միջոցառումներ իրականացնել։ Դրա փոխարեն պատվաստումները ընդլայնեիք, հնարավորինս մարդկանց պրոպագանդայիք բացատրեիք, որ մարդիկ գային ու պատվաստվեին, ավելին ասեմ, ուղղակի համոզված եմ, որ այսպես ասած ամբողջական տեղեկատվություն չունեն։ Փորձագետն ասում է, COVID-ից հետո շնչառական համակարգի ախտահարումները ավելացել են, ինչի համար եւս որևէ կանխարգելիչ միջոցառում չի կատարվում։ Ռիսկի խմբում չգտնվողներն էլ այդ վիրուսներով պարբերաբար վարակվելու դեպքում կարող են ձեռք բերել սրտամկանի, թոքային ու հոդային տարբեր հիվանդություններ։ Միջազգային հետազոտություններն են ցույց տվել, որ COVID-ով վարակված մարդկանց մոտ 15-20%-ը դառնում է խրոնիկ թոքային հիվանդ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ողբերգական դեպք է գրանցվել Կոտայքում Վերամբարձ կռունկեի կողաշրջման հետևանքով կռունկավարը մահացել է, քրեական վարույթ է նախաձեռնվել, օրվա կարևորից ամփոփ տեսաշարում։ Հայաստանի արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ։ Լույս հիմնադրամի գնահատականն է այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումներին։ Հրապարակված վերլուծությունում մասնագետները նշել են, թե արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո օգոստոսին կրկին վատթարացել է, հասնելով 40.8%-ի։ Անկման այս մեծ տեմպը ըստ փորձագետների հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների նվազմամբ, եւ դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը ընդամենը 2.5% է։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում Վերին Լարսում, կգործարկեն մուտքի ամսաթվի եւ ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգը, հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն կտա բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ հասնելու օրն ու ժամը։ Դրա համար անհրաժեշտ կլինի գրանցվել էլեկտրոնային հարթակում։ Դատարանը վարույթ է ընդունել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Հայաստանի պատմություն դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանի դեմ զրպարտության հերքման պահանջով։ Պատճառը 9-րդ դասանի դասագրքում Արցախի լուծարման մասին տեղ գտած տեղեկությունն է, ինչն ըստ Շահրամանյանի փաստաբանի իրավական ուժ չի ունեցել եւ պաշտոնապես չի հրապարակվել։ Երևանն առաջիկայում կունենա 250 նոր 18 մետր երկարությամբ էլեկտրաավտոբուսներ, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Այս ավտոբուսների գնումը մայրաքաղաքի շարժակազմի ռազմավարական ծրագրով էր նախատեսված։ Վերջնական համալրումն է, կփոխարինեն մանուշակագույն հիգերներին, ինչպես նաև գազել սիթիներին։ Ողբերգություն Կոտայքի մարզում Մարմարիկ գյուղում Վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը կողաշրջվել եւ ընկել խցիկի վրա, որի մեջ էլ այդ պահին եղել է կռունկավարը։ Նա տեղում մահացել է։ Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները դժվարությամբ են կարողացել զոհին դուրս բերել։ Դեպքի փաստով քնչականի մարզային վարչությունում նախաձեռնել են քրեական վարույթ։ Նաիրի Մուրադյան, Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ինչպես կամփոփենք սեպտեմբերը, ավելին եղանակի մասին կպատմի Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ,
Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում։ Ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 22 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 24-ից 28, Լոռիում 15-ից 19, Տավուշում 16-ից 21 աստիճան, Արարատում, Արմավիրում կանխատեսվել է 26-ից 28, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 24-ից 27, Սյունիքի նախալեռներում 20-ից 23 աստիճան։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, երեկոյան սպասվում են տեղումներ, այս գիշեր 11-ից 13, ցերեկը 26-ից 28, երեկոյան 16-ից 18 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։